Քանաքեր Զեյթունի այս համեստ տանն է ապաստանել Մարտիրոսյանների ընտանիքը։ Բարձով են ապրում անմխիթար պայմաններում։ Խոնավ պատեր, հնամաշ կահույք, փոքրիկ խոհանոց, բետոնե սանհանգույց, կարճ ասած ծանր ու բարդ կենսապայմաններ։ Ամենադժվարը սակայն ձմռանն ընդառաջ ջեռուցման խնդիրը լուծելն է։ Այստեղ գազ չկա քաշած, ասենք ես հիմա դեռ շատ ցուրտ չի, ասենք տաքացնում եմ տայնով, բայց պետքա որ չգիտեմ լինի փչովի պլիտա, որովհետև մտածում եմ երևի վառելը փայտ ավելի դժվար կլինի, փոքրիկս շատ աշխուժ է, ձեռքը կկպցնի ու կվառի, դրա համար վառել չեմ ուզում, փեչ համել ուրիշի տունա, վերջում եկել չգանու, ասեն մրոտել եք լողանում ենք, անդադ կամ ընդեղից կամ էլ ստեղից գցում ու մենք լողանու ընթացքում ուսում ենք։ Տաթևն ու Համլետը 6 անչափահաս երեխաներ ունեն, 5 որդի ու մի աղջիկ։ Ամբողջ ընտանիքով 8 հոգով տեղավորվում են այս փոքրիկ հյուրասենյակում, որովհետև տանն ուրիշ սենյակ չունեն։ Երեխեքը շատ են, ասենք չես կարող, ասենք աղջկան տաղու հետ քնցնես, տարբերությունը լիքն է, էլի։ Ասենք տալիբանում աղջկա, դե ինքը առանձին իր սենյակը։ Ծնողները պատմում են, որ երեխաները շատ են կաշկանդվում իրենց ապրուստից։ Հյուրասենյակը համատեղությամբ ննջասենյակ է, նաև երեխաների խաղասենյակը, միայն թե առանց խաղալիքների։ Տեղ չկա որ իրենց բաներ դնեմ, այս պահարանն էլ տանտիրոջն է, այս ավել բան չեմ կարող անեմ։ Խաղալիքները որ դրված։ Չունեն խաղալիքներ երեխաները։ Որովհետև չեմ հասցնում դրան, որ կարողանամ գնել խաղալիքներ։ Ինչպես բոլոր ընտանիքներում, այս մեկում եւս կան անիրական թվացող երազանքներ։ Ավագ որդին Արտյոմը երազում է դերասան դառնալ։ Դպրոցում Թումանյանի չարի վերջն են բեմադրել, ներկայացման մեջ է խաղացել ու ուսուցիչները հաճելիորեն զարմացել են։ Գովել են ասել, որ տաղանդ ունի ու պարտադիր պիտի թատերական որևէ խմբակ հաճախի։ Միայն թե դեպի երազանք տանող ճանապարհին ֆինանսական բազում խնդիրներ կան։ Ես երազում եմ թատերական սովորեմ։ Դպրոցում մենք թատերական բան պետք է խաղայինք։ Ինձ շատ լավ խաղացի, տնօրինությունը ամեն ինչ ինձ գովացել։ Դրա համար դեռ ես ինձ ֆիքսեցի, որ ուզում եմ ես թատերական սովորեմ։ Երազում եմ իմ ընկերների պես հեռախոսում եմ։ Իսկ ինչ կանես հեռախոսով, որ հեռախոս ունենաս, ինչ ես անելու։ Հեռախոսով բանը գնալու եմ դպրոց բանջիկի սանգեմ։ Ընտանիքի հայրը Համլետը օր ու գիշեր աշխատում է, չարչարվում, որ երեխաները իրենց դպրոցահասակ ընկերներից հետ չմնան, բայց պոլիէթիլենային թաղանթների արտադրամասում վաստակած 60,000 դրամ աշխատավարձով կարողանում է հազիվ սննդի հարցը լուծել։ Իսկ ահագինը Տաթևը չի աշխատում, նա է երեխաների միակ խնամակալը։ Ճիշտ է, այս ընտանիքը նաև նպաստառու է, բայց ստացած գումարը չի բավականացնում արժանապատիվ ապրելու համար։ Ես ստանում եմ 62,000 նպաստ եւ երկու երեխաներին 50-50,000 դրամները, փոքր երեխայիս եւս 31,600 դրամ, որից ես վճարում եմ 100,000 տան վարձը, երեխաների դպրոցի գումարները եւ նրանց հագնել ու ուտել։ Ամուսինները խոստովանում են, 6 երեխաների ապրուստը մի կերպ ծայրը ծայրին հասցնելով են հոգում։ Այս ընթացքում նաև շատ պարտքեր են կուտակել խանութներում, որ երեխաները քաղցած չմնան։ Բացի այդ, առջևում ձմեռ է, իսկ ընտանիքը տարատեսակ իրերի պակասություն ունի։ Հիմա արդեն աշունը, արդեն ձմեռը գալիս, ես պետք է երեխաներին առնեմ բոլորին սապոկներ, աղջկաս պետք է առնեմ կուրտկա, տղաները, ասենք ոնց որ անցած տարի որ առել եմ, այդ կուրտկաները այս տարի կհագնեն։ Աղջկաս համար պետք է առնեմ այդ ամեն ինչը, տան համար պետք է առնեմ փչովի պլիտա, որը ու այդ ամեն ինչը գումարի հետ է կապված, որը չգիտեմ, ասենք ոնց եմ հասցնելու որ անեմ։ Ես ուզում եմ վարանում ունենք, ոչ մեսենք։ Զմանը։ Ու չնայած բազում սոցիալական խնդիրներ ունեն Մարտիրոսյանները, բայց ընտանիքում միմյանց նկատմամբ ջերմության ու հոգատարության պակաս չկա։ Ծնողները ջանք ու եռանդ չեն խնայում, որ երեխաները իրենց սիրված ու պաշտպանված զգան անկախ նյութական դժվարություններից։ Սիրելի հեռուստադիտող, այս փոքրիկ մարմնով ու փխրուն հոգով երեխաները բոլորիս աջակցության կարիքն ունեն։ Մեզանից յուրաքանչյուրի գթառատությունն ու մի բուռ ուշադրությունն անգամ կարող են պարզապես բեկել նրանց ճակատագրերը։ Սվետլանա Ավդիշյան, Վահրամ Ավոյան, Սուրանկյուն։